Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարար ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև գործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը Free News-ի հետ զրույցում անդրադարձել է նախորդող օրերին Մայրաթորում տեղի ունեցած իրադարձություններին եւ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի Կապան քաղաքից երևացող ադրբեջանական դրոշի մասին հայտարարություններին։ Պատգամավորի ճեպազրույցը։ Հայաստանի գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 17-ին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, ազգային անվտանգության ծառայության հետախուզության սպա, նույն ինքը Սարխան Ծածկանունով Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է բազեի հարված անվանումը կրող ռազմական գործողությունը ամերիկացի զինծառայողների եւ նրանց թարգմանչի սպանությունից հետո։ Ներկայում հայտնի է, որ հարվածներ են հասցվել կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններին։ Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը եւ գլխավոր շտաբը հայտարարել են, որ Կասպից ծովում խոցել են ռուսական Օխոտնիկ բարեկային նավը եւ հորատման պլատֆորմում Լուկոյլին պատկանող Ֆիլանովսկու անվան նավթագազային հանքավայրում։ Իսկ Ուկրաինայում Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է։ Թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ, օրվա միջազգային անցուդարձը։ Կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարար ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։ Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Նորոյանը։ Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև գործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ գործակցությանը։ Նա գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին եւ հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը, գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը Free News-ի հետ զրույցում անդրադարձել է նախորդող օրերին Մայրաթորում տեղի ունեցած իրադարձություններին եւ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի Կապան քաղաքից երևացող ադրբեջանական դրոշի մասին հայտարարություններին։ Օրեր առաջ մեր ձևով շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը ուշացած բացահայտում կատարեց, նշելով, թե Կապանից երևացող ադրբեջանական դրոշն իրեն ստիպում է մտածել, որ Սյունեցին լարված ու հոգեբանական ճնշման ներքո է ապրում։ Քաղաքացիական պայմանագրի Սյունեցի պատգամավոր Դանիելյանն այդպես չի կարծում։ Նա անդրադառնալով Սամվել Կարապետյանի եղբոր որդու հայտարարությանը նկատեց, որ Սյունեցին ոչ միայն հոգեբանորեն ճնշված չէ ու ապրում է իր առօրյա հոգսերով, այլև անհամբեր սպասում է արդեն իսկ հաստատված խաղաղության վերջնական ամրագրմանը։ Սյունեցին այս բան ամենաշատը կարևորում է, որ Սյունիքում լինի սահմանազատում, ներքին հանդից, Սև լճից, ադրբեջանական զորքը հետ գնա իրենց ելման դիրքեր եւ ազատի Հայաստանի սուվերեն տարածքը, որտեղ որ նրանք կանգնել են։ Մեր համար դա շատ ավելի կարևոր է, քան էմոցիաների վրա խաղալը, այսպես ասած։ Մենք գլուխներս կախ փորձում ենք օգոստոսի 8-ի պայմանագիրը շարունակելով, համաձայնագիրը շարունակելով, փորձում ենք խաղաղության օրակարգը առաջ տանել եւ ամեն օր մենք ավելի շատ խաղաղության մեջ ենք, քան մեկ օր առաջ։ Դեկտեմբերի 18-ին 10 արքեպիսկոպոս եպիսկոպոսների հայտարարությամբ պայմանավորված հոգևոր հավաք տեղի ունեցավ Մայրաթորում Կտրիշ Ներսյանի հանգստի կոչելու պահանջով։ Հանդիմությունը իդեմս Լևոն Քոչարյանի դաշնակցականների Սամվել Կարապետյանի եղբոր որդու քաղաքական երանգ տալով եպիսկոպոսների հայտարարությանը ի պաշտպանություն Կտրիշ Ներսյանի հավաք կազմակերպեցին Մայրաթորի բակում։
Այնտեղ էին հավաքվել նաև մարդիկ, որոնք սատարում էին 10 եպիսկոպոսներին ու նրանց առաջ քաշած, այսպես ասած, օրակարգին։ Հավաքից հետո այդ նույն ընդդիմադիր շրջանակները շտապեցին հայտարարել, թե իրենց ջանքերով կարողացան իջիկ դարձնել հարձակումը եկեղեցու վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը պնդեց, որ եկեղեցու դեմ հարձակում չի իրականացվում։ Ընդդիմության հայտարարություններն ու իրականացրած քայլերն էլ որակեց միջամտություն եկեղեցականների ներքին գործերին։ Դանիելյանի խոսքով ընդդիմադիր գործիչները տեղի ունեցողը փորձում են դարձնել քաղաքական շահարկման առարկա։ Ըստ նրա, այնուամենայնիվ եկեղեցին արատավորող երևույթները պետք է արմատախիլ արվեն, ինչը ընդդիմադիր հայտնի շրջանակների համար քաղաքական նոկաուտ է։ Տեսնում ենք, որ ընդդիմությունը չունենալով հստակ օրակարգ, փորձում է գոնե եկեղեցու միջոցով որոշակի ռեսուրս գեներացնել նախընտրական ժամանակահատվածում, սակայն դա դատապարտված է անհաջողության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը համոզված է, Գարեգին II հեռանալու է։ Ադրբեջանը երկաթուղով նավթամթերք է արտահանել Հայաստան տասնամյակների ընթացքում առաջին անգամ, ինչը կողմերը ներկայացնում են որպես հարաբերությունների կարգավորման կարևոր քայլ, գրել է Euronews-ը։ Պաշտոնյաները շեշտում են, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է հիմք դառնալ տարածաշրջանային տնտեսական կապի ընդլայնման համար։ Սակայն հոդվածում նշվում է, որ հիմնական խնդիրները Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը եւ Բաքվում փակ դատական գործընթացները շարունակում են մնալ չլուծված։ Վերլուծաբանների կարծիքով առանց մարդասիրական հարցերի եւ մարդու իրավունքների խնդիրների լուծման նման տնտեսական քայլերը չեն կարող ապահովել վստահություն եւ կայուն խաղաղություն։ Շուշիի նախկին փոխքաղաքապետ Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ազգային անվտանգության ծառայության հետախուզության սպա, նույն ինքը Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում։ Սարխան ծածկանունով Սարգիս Գալստյանը 2018 թվականից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին։ Գալստյանը 2020-23 թվականների ընթացքում հավաքել եւ WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ նամակագրության զանգերի միջոցով հատուկ ծառայության աշխատակցին են հանձնել Արցախում գտնվող բնակչության կարիքների անգամ սննդի արկայության մասին տեղեկություններ, նաեւ թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ավարտվել է Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա Տիգրանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են ձեռքբերված տվյալների համաձայն երեխայի հայրը վրեժի շարժառիթով անօգնական վիճակում գտնվող անչափահաս եւ իր մերձավոր ազգական հանդիսացող երեխային ապօրինաբար կյանքի զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։ Սպանությունից հետո դիակը թաքցրել է դաշտամիջյան տարբեր հատվածներում, ապա տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից տարածք, որտեղ էլ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երեխայի դին։ Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում արձանագրվել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման արդյունքում։ ԱՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գործով նիստը։ Եզրափակիչ ելույթներ են ունեցել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը։ Նրանք չեն ընդունել իրենց առաջադրվող մեղադրանքները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Մանուկյանը ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրանքի կողմի պնդումներին, նշելով, որ համաձայն չէ պետությունը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։ Նա նաև ընդգծել է, որ չի մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստերին, ոչ որպես մասնակից, ոչ էլ որպես դիտորդ, իր պաշտոնական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Միջնորդությունը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում արկա տվյալների համաձայն եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին գործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Ազգային անվտանգության ծառայության փոխանցման արկա տվյալների համաձայն եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու շահերին։ Ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված
ստացված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ վաճառքը ավականու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ աճուրդում հաղթած անձի դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել եւ բարել է կեղծ աճուրդ։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարն իր մտերիմներին 7.700.000 դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Աղավնաձորի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի Հայաստանի Հանրապետություն, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու եւ այնտեղ իրացնելու շուրջ։ Վերջինս մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում։ Այնուհետև ԱԱ-ն թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան, սակայն չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը Հայաստանի ՊԵԿ ներկայացուցիչների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, իսկ ԱԱ-ն ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Մալայցիայի համայնքային ոստիկաններն ատրճանակ եւ թմրանյութ են հայտնաբերել, մեկ անձ ձերբակալվել է։ Խոզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ եւ սպիտակ հետքերով գլանակ։ Գուրղենյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խոզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը ապօրինաբար զենք զինամթերք պահելու եւ կրելու, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու որ կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալայցիայի բաժինապա ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ մարդկանց չտրամադրել անձնագրային եւ բանկային տվյալներ, մասնավորապես նշվում է՝ մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքին հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար, նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հանդիպման ենթարկելու, հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստան Կոստանյանի եւ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ։ Ըստ Վարդապետյանի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է բազայի հարված անվանումը կրող ռազմական գործողությունը ամերիկացի զինծառայողների եւ նրանց թարգմանչի սպանությունից հետո։ Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ երբեք չի տատանվի եւ չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխանն է ամերիկացի զինծառայողների եւ թարգմանչի սպանությանը։ X-ի սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Ներկայում հայտնի է, որ հարվածներ են հասցվել կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններին։ Թիրախում են իսլամական պետություն խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտները։ Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը եւ գլխավոր շտաբը հայտարարել են, որ Կասպից ծովում խոցել են ռուսական օխոտնիկ պարեկային նավը հորատման պլատֆորմ Լուկոյլին պատկանող Ֆիլանովսկու անվան նավթագազային հանքավայրում։ Ավելի վաղ Ուկրաինան արդեն հայտարարել էր Կասպից ծովում նավթարարությունահանման պլատֆորմի վրա հարձակման մասին։ Այդ տեղեկությունը անկախ
նախ աղբյուրները չեն հաստատել։ Նախորդային ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը սև եւ միջերկրական ծովերում ռուսական ստվերային նավատորմի նավերի վրա ուկրաինական ծովային դրոնների գրոհների վերաբերել հարցին արձագանքել էր, թե դրանք դատապարտելի են եւ Ռուսաստանի կողմից անպայման պատասխան կլինի։ Իսկ Ուկրաինայի Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել են։ Թիրախում է եղել նավահանգիստներից մեկը կանավերածություններ։ Նիկոլաևի շրջանի բնակչության մի մասն էլ մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Գերատեսչությունից միայն հայտնել են, որ գիշերվանից խոցվել է 60-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք, թիրախավորվել են Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի եւ այլ մարզեր։ Ըստ հաղորդագրության ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Ազովի եւ Սև ծովերի տարածքում։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կդադարեցնի Գերմանիայի եւ այլ արևմտյան երկրների հետ կնքված ռազմական համաձայնագրերը։ Բացի այդ, դադարեցվել են Բուլղարիայի, Ռումինիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի, Նիդերլանդների հետ երկկողմ գործակցության համաձայնագրերը։ Սա վերաբերում է նաեւ Խորվաթիայի, Բելգիայի եւ Չեխիայի հետ տարբեր թվականներին կնքված համաձայնագրերին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից։ Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական գործերի դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի ցանկացել ճանաչել Ռուսաստանին որպես իրավահավասար գործընկեր եւ դժվարությամբ է գնացել բացառույթների, այդ թվում անվտանգության ընդհանուր սպառնալիքների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ ՆԱՏՕ-ի առճակատման կուրսն ամրագրված է առնվազն միջնաժամկետ հեռանկարում եւ չկան ապացույցներ, որ այն կարող է վերանայվել։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կարող է լուծվել մինչև տարեվերջ։ Ըստ Ռուբիոյի, Միացյալ Նահանգները չի կարող ոչ Ուկրաինային, ոչ էլ Ռուսաստանին ստիպել գործարք կնքել։ Միացյալ Նահանգների դերն է հասկանալ, թե արդյոք կան ընդհանուր հիմքեր, որոնց վրա նրանք կարող են համաձայնության գալ, եւ դա այն է, ինչի վրա շատ ժամանակ եւ ջանք են ծախսել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներ փոխանակվել։ Վաշինգտոնը նրանց միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, իսկ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության նավթարդյունաբերության նկատմամբ։ Ուկրաինայի դրոնները միջերկրական ծովում հարվածել են ռուսական ստվերային նավատորմին պատկանող լցանավին, որը նավարկում էր Օմանի դրոշի ներքո եւ օգտագործվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել ուկրաինական դրոնների այդ հարվածը։ Ավելի վաղ Ուկրաինան Սև ծովում հարվածներ էր հասցրել Ռուսաստանի ստվերային նավատորմի 3 լցանավի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է Ուկրաինան կտրել ծովից եւ թույլ է տվել հարձակումներ իրականացնել Կիևի արևմտյան դաշնակիցների նավերի վրա։ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր MiG-29 կործանիչները։ Նախագահը հայտնել է, որ տեղի է ունենալու հակադրոնային համակարգերի հետ MiG-երի փոխանակում։ Լեհաստանի զինված ուժերում կա 14 MiG-29 կործանիչ։ Ավելի վաղ Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունից հանվող MiG-29 կործանիչները Ուկրաինային հանձնելու ծրագրերի մասին հայտարարել էր Լեհաստանի պաշտպանության նախարարը։ Փոխարենը Ուկրաինան Լեհաստանին է փոխանցելու ԱԹՍ տեխնոլոգիաները։ Անհայտ անձը կրակ է բացել Արիզոնայի Լյուկ ռազմաօդային բազայում։ Հաղորդվում է, որ Լյուկ ռազմաօդային բազան միջոցներ է ձեռնարկում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Անձնակազմին հանձնարարված է մնալ տեղում եւ ապաստան գտնել։ Հնարավոր զոհերի կամ կրակողի ինքնության մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։